Կոտայքի մարզի թերևս ամենածայրամասային գյուղերից մեկն է Բուժականը, որտեղ թաքնված է Հայաստանի ամենաքիչ բացահայտված պատմական գանձերից մեկը՝ Թեղենյաց վանքը։ Շատ շատերի համար անհայտ է այս վանքի տեղանքը, անգամ անունը, բայց իրականում միջնադարում սա եղել է վանական շատ կուռ համալիր եւ գիտական կենտրոն, որտեղ աշխատել են աստվածաբաններ, գիտնականներ, կրթվել են եւ կրթել են սերունդներ եւ այս ահռելի վանական համալիրից երևում է երբեմնի եղած շուքը, փառքը եւ այն գիտական լուսավոր կենտրոնը, որ այս տարածքում եղել է այնպես։ Վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին 727-ից 728 թվականներին Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։ 11-ից 14-րդ դարերում վանքը եղել է կրթական եւ գրչության կենտրոն։ Թեղենյաց եւ Մաքենացոց վանքում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա 1166 թվականին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։ Ես խորհուրդ կտամ բոլորին քարտեզի վրա թեկուզ գտնել այս գյուղի տեղը, Բուժական գյուղը, որը Հայաստանի ամենաչքնաղ եւ ամենագողտրիկ վայրերից մեկն է եւ ամենաքիչ բացահայտված, եւ մեծ բացահայտում կանեք, եթե գաք եւ այցելեք եւ ինքներդ տեսնեք ձեր աչքերով այս վանական համալիրը։ Պարզապես տպավորություն է, որ տեղափոխվում ես մի քանի դար հետ դեպի միջնադար եւ առերեսվում ես պատմությանը եւ գողտրիկ կուսական բնությանը, որը քեզ կտրում է միապաղաղ եւ ծանր քաղաքային առօրյայից եւ հայտնվում ես լրիվ այլ միջավայրում։ Անպայման խորհուրդ կտամ այցելել Բուժական գյուղ եւ գյուղի հյուսիսում է գտնվում այդ վանական համալիրը, պատմական մի կարևոր տարածք եւ նաեւ ճարտարապետական հետաքրքիր մի կոթող, որը տարբերվում է, թերևս իրոք տարբերվում է Հայաստանի շատ վանական համալիրներից իր շքեղությամբ, իր գեղեցկությամբ, այնպես որ օգտագործեք այս հրաշալի եղանակը, այցելեք Կոտայքի մարզ, Բուժական գյուղ, Թեղենյաց վանքը եւ կտրվեք այս աշխարհի գորշ մթնոլորտից եւ միջավայրից եւ մի պահ պարզապես հպվեք պատմությանը, տեղափոխվեք դեպի միջնադար եւ կտեսնեք ինչպիսի փառապանց մենք կոթողներ ունենք, քարեր, որ անգամ խոսում են մեր պատմության մասին, մեր անցյալի մասին, ինչու՞ չէ նաեւ հավատքի մասին եւ մեր անցած ճանապարհի մասին։ 1205-ին Լոռի քաղաքում, 1207 թվականին Անի քաղաքում Զաքարյան Հայաստանի արքա Զաքարե B. Զաքարյանի հրավիրած դավանաբանական ժողովներին մասնակցել է Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով, զամենայն ինչ հասարակած լինել եւ առանձին ոչ ինչ ստանալ։ 1827 թվականին Թեղենյաց վանքը հիմնովինաբերվել է երկրաշարժից, իսկ 1979 թվականին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացահայտվել Հողածածկ կաթողիկե եկեղեցին, Գրատունը, Մատենադարանը, փոքր եկեղեցին։
Հայկական պատմագրության մեջ Թեղենյաց վանական համալիրը հայտնի է որպես կրթական խոշոր կենտրոն, որտեղ դասավանդել են հայտնի գիտնականներ։ Թեղենյաց վանքը կամ վանական համալիրը գտնվել է պատմական Նիկ գավառում, ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Թեղենիս լեռան լանջին, թեղիներով շրջապատված բացատում։ Բնությունն էլ չքնաղ է, գողտրիկ, կուսական եւ մտնոլորտն էլ աննկարագրելի է, այնպես որ Բուժական գյուղ, Թեղենյաց վանական համալիր անպայման այցելեք եւ վայելեք։